Էլ իմաստը որն էր այդ զիջումների, եթե դիմացը հասարակ խաղաղություն չենք ստանում։ Շուշիում խաչերն իջեցված Ղազանչեցոց եկեղեցու կողքին, որն Ադրբեջանում ներկայացում է որպես աղվանական եկեղեցի, Ալիևը կառուցում է մի մեծ մզկիթ, ստվերելով հայկական եկեղեցին քաղաքը զավթելու օրվա 11-րդ ամսվա 8-րդ օրվա այդ սիմվոլիկայով։ Սա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայության դեմ թշնամությունը շարունակելու եւ դրան անգամ կրոնական երանգ տալու ակցիա է։ Նման պայմաններում ինչ խաղաղության մասին է խոսքը։ Բոլորս էլ ուզում ենք խաղաղություն։ Հայերից ավելի շատ խաղաղություն ցանկացող ազգ երևի չկա մոլորակի վրա։ Բայց եթե դիմացինը պատրաստվում է նորից հարձակվելուն, ապա դա մեր ուզելը չէ արդեն, մեր ընտրությունը չէ։ Մեր ընտրությունն է կամ հանձնվել, կամ պատրաստվել այդ հարձակմանը հակահարված տալուն։ Խաղաղությունը ուժերի բալանսի մեջ է։ Պատերազմի սպառնալիքի կիրառումը ցանկացած պարագայում անընդունելի է ու հենց միջազգային իրավունքով։ Թշնամու սպառնալիքի առաջ թունլանալն ու ոչինչ չանելը, հատկապես սեփական իրավունքներից հրաժարվելը խաղաղություն չէ։ Դա թշնամուն աջակցել եւ նրա կողմն անցնել է նշանակում, ինչն իր հերթին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանվում է որպես պետական դավաճանություն։ Պատերազմում պարտվելն ու զիջելը հիմք չէ սեփական օրինական իրավունքներից հրաժարվելու համար։ Պատերազմ սկսողը հանցագործ է։ Ադրբեջանի նախագահը հանցագործությամբ զավթել է այն, ինչ իրենը չէ, ինչ հայերին է պատկանում բոլոր իրավունքներով։ Նման պայմաններում հենց Ալիևին միջազգային իրավունքի ուժով պատերին ծեփելու եւ ոտքի տակ առնելու փոխարեն Փաշինյանն ըստ երևույթին դիմում է փորձված հնարքին ու իր զայրույթն ուղղում Հայաստանի նախագահների վրա, ովքեր ժամանակին Ադրբեջանի 3 նախագահներին էին ծեփել պատերով։ Փորձված հնարքի էությունը կայանում է նրանում, որ երբ Փաշինյանը ունենում է վարկանիշի կտրուկ անկում, ապա այն կանգնեցնել միշտ կարողացել են նախկին նախագահների ներքաղաքական անտի-ռեյտինգի հաշվին։ Այսինքն, նախկիների նկատմամբ ատելությամբ փորձում է կոմպենսացնել սեփական ձախողումները։ Սա համընկավ նաև Գյումրու ընտրությունների հետ, որից առաջ նման ելույթով Փաշինյանը նաև մեկ այլ նապաստակ էր ցանկանում խփել, հավանաբար գրգռելով իր կողմից կորսվող ընտրազանգվածի վայրի բնազդները, որ հիշեն, թե ինչ վատն էին նախկինները ու գնան նորից ՔՊ-ին ձայն տան։ Բայց նախկինների հանդեպ ատելության տարայի պարունակությունն արդեն սպառվում է, հատկապես երբ բոլոր մեղքերի մեջ մեղադրվող նախկինները ոչ նորմալ դատվում են, ոչ էլ պատժվում, քանի որ նրանց մեղքերը չեն ապացուցվում դատարաններով, եւ բնական է, որ այս իրավիճակում Փաշինյանի հանդեպ անվստահության ու ատելության տարան սկսում է լցվել։